Հեղնար Հելեն Ավագյան Գոհար տատը Պատերազմ էր, դաժան օրեր, տղամարդ էլ չկար գյուղում, միայն ահել գյուղապետն էր, որին հարցեր էին հղում։ Փոքր գյուղ էր անտառին մոտ, մի 100 տուն ու ընտանիք, տուն հողամաս իրար մոտ, օգնում էին, երբ կար կարիք։ Գործ էր շատ էր գյուղի կանանց, տուն երեխա բաղ ու բոստան, երբ արևն էր ելնում կամաց, սկսում էին գործերը տան։ Գոհար տատն էլ առավոտ վաղ արթնանում էր բակը ավլում, առնում փոցխը բաղն ու մանգաղ, այգում մենակ գործեր անում։ Մահացել էր, հարսը ջահել, 2 թոռնիկ թողել տատին, պատերազմից տղան եկել, սակայն գամված էր սայլակին, օգնում էին թոռնիկները, անտառից խոտ բերում կովին, աշնան վերջին 4 ծառերը վարելիք էր ձմռան ցրտին։ Պատերազմը ավարտվել էր, ոմանք կռվից վերադարձան, գյուղն էլ կարծես հանդարտվել էր, մարդիկ իրենց գործին անցան։ Շատ ուրախ էր Գոհար տատը, թոռներն ուսում առաջ կգան, 2 բժիշկ իրենց տանը ու ողջ գյուղին օգուտ կտան։ Օրը եկավ, հետը բարին, տղաները վերադարձան, օր ու գիշեր ամբողջ տարին, մարդկանց օգնող ձեռքեր դարձան։ Գոհար տատը անհանգիստ էր, դուրս ու ներս էր անում հոգնած, թոռնիկների հարսանիքն էր, օրն այն բարի իր երազած, գրկեց նրանց, ջերմ համբուրեց, տունը լցվեց ծափ ծիծաղով, տատը կարծես նորից ծաղկեց, ապրեց ուրախ երգ ու տաղով։